Եվ ես ուզում եմ, որ մենք սա ընդգծենք եւ այս տրամաբանությունը միանշանակ պետք է մենք շարունակենք։ Բայց կա նաեւ մի հանգամանք, որը մեր իրականության մեջ էլի շատ քննարկումների տեղիք է տվել, երբ որ ես ասել եմ, որ մենք մեր 18 տարեկան զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դնում։ Ասում ենք 18 տարեկան զինվոր, դե գնա խրամատում, տես ինչ ես անում, մենք մեր գործերով դու տես Կոսպայի հրամանատարի հետ տես ինչ ես անում, մենք կարևոր գործեր ունենք։ Մենք կգովանք, կենացդ կխմենք, Աստված չանի եւ այլն։ Եվ այդտեղից եկավ այն գիտակցությունը, որ չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա։ Եվ մեզ անվտանգության էլի D30-ից ոչ D30, մեզ ընկալման փոփոխություն ա պետք։ Եվ մենք խնդիր դրեցինք, որ բանակը անվտանգության ապահովման առաջին մեխանիզմից իրան բանակի դիմաց նոր բուֆերներ ավելացնենք, որ բանակը առաջին էշելոնը չլինի անվտանգության։ Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք, բայց հիմա հարց տալիս մենք ինչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց։ Առաջին շարակարգը դա լեգիտիմությունն է, հարգելի գործընկերներ։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը, որովհետև ուրիշ բան է, երբ որ պետությունը եւ բանակը իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա, էլի եմ ասում, ոչ թե էմոցիոնալ, ոչ թե այլ միջազգային լեգիտիմության վրա, դա ուրիշ վիճակ է։ Երբ որ բանակը հիմնված չի միջազգային լեգիտիմության վրա, դա բոլորովին ուրիշ վիճակ է։ Ես այսօր իմ ուղերձում նշել էի։ Մենք այսօր սպառազինության մասին խոսում ենք։ Բայց հատ չի տակում, բա ինչի է կառավարություն ես, որ հիմա սենց ձեռքբերումներ ունի եւ ի ցույց է դնում։ Ինչի է նույն սպառազինության ձեռքբերումները չի արել 18 թվին, 19 թվին, 20 թվին, 21 թվին, 22 թվին։ Ինչ չեն կարել մի պատճառով։ Ուզեցել ենք, բայց չեն կարողացել։ Որտեղ միջազգային գործընկերները մեզ ասել են, շատ միջազգային գործընկերներ մեզ ասել են, մենք չենք կարող ձեզ զենք վաճառել, կներեք, որտեղ մենք վստահ չենք, որ դուք մեզնից ձեռք բերած զենքը կիրառելու եք կամ տեղակայելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքի ներսում։ Մեծ հայտնի հանգամանքների բերումով։ Միակ մեր զենքի աղբյուրը, միակն ու առանձին բացառություններ եղել են, շատ փոքր առանձին բացառություններ։ Եղել է հապկի տարածաշրջանը, այն էլ մեր իմացած D30-ներ եւ ոչ միայն D30-ների տրամաբանության մեջ, ես ուզում եմ մենք սա առերես մենք էս փաստի հետ, որ նախորդ շրջանում մենք գործարանային արտադրության զենքի շատ քիչ մատակարարում ենք ունեցել։ Բայց 2022 թվականի դրությամբ մենք նույնիսկ 100 միլիոնավոր դոլարներ ունենք փոխանցած պայմանագրերով, զենքի մեր մատակարարումները չեր արվում։ Իսկ մյուս տեղերում մեզ նաև երկրորդ հիմնավորում որ բերվում էր մեզ զենքի գործարքներից չանելու համար, այդ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելն էր Հայաստանի Հանրապետության։ Իսկ իմ ասած մատակարարումների չանելուն զուգահեռ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ակնհայտորեն չէր կատարում իր պայմանագրային պարտավորությունները մեր նկատմամբ։ Եվ այն փոփոխությունները, որ այսօր բանակում հնարավոր է, երկու որոշման արդյունքում ա եղել։ Ես ուզում եմ մենք բոլորս սա շատ հստակ գիտակցենք։ Առաջին 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները, որով մենք հայտարարել ենք, որ հենվելու ենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանության վրա, եւ երկրորդ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամությունը սառեցնելը։ Եթե այդ երկու որոշումները չկայացվեր, հարգելի ներկաներ, մենք այս նշած բանակի բարեփոխումներից որևէ մեկը անելու հնարավորություն եւ առավել եւս ժամանակ չէինք ունենալու, բայց կարող եմ ավելին ասել, կարող է մենք նույնիսկ այսօր պետություն չունենայինք, եւ մենք այս փաստը շատ ուղիղ պետքա արձանագրենք, ընդ որում հանկարծ տպավորություն չլինի, դες պետություն չունենալու ռիսկը
ձևավորվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ես այսօր իմ ուղերձում ասում եմ, որ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերի դրությամբ ինձ համար ակնհայտ է եղել, որ կա որոշում Հայաստանի պետականությունը առնվազն դե ֆակտո վերացնել։ Բայց այդ որոշումը չի կայացվել 2018-ից հետո։ Այդ որոշումը կայացնելու շատ կոնկրետ ամսաթիվ կա։ Եվ դուք կարող եք տեսնել Ղարաբաղի հարցի բանակցությունների փաթեթները հրապարակված են։ Գնացեք եւ ուշադիր կարդացեք 2016 թվականի հունվարի, 2016 թվականի հուլիսի, 2016 թվականի օգոստոսի փաստաթղթերը։ Գնացեք եւ ուշադիր կարդացեք որոշ նամակագրություններ, որը մենք հրապարակել ենք։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք միջազգային լեգիտիմությունը դրել ենք բանակից առաջ, որպեսզի բանակի ֆունկցիոնալ անվտանգության համակարգում, այսինքն կարգաթիվը փոխենք։ Հաջորդը, բայց մենք չենք բավարարվում սրանով։ Հաջորդը փոխկապվածությունն է այն շարակարգը, որով պետքա ապահովի արտաքին անվտանգությունը, ինչ նկատի ունեմ։ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այդ թվում հարևան երկրների եւ գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի եւ միջազգային հանրության կողմից։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ սրանից բխող տրիպ նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար եւ մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։ Ես ուզում եմ մեզ նրբությունը մենք ճիշտ հասկանանք։ Օրինակ շատ են խոսում, ասում են, անվտանգության երաշխիք։ Հարգելի գործընկերներ, այս անվտանգության երաշխիք։ Երբ որ աշխարհի ապրանքների մի X%, այդ գծից վերև X%, երբ որ ապրանքները սկսում են քո երկրով հոսել, արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ, դա դառնում է անվտանգային երաշխիք, որովհետեւ աշխարհում այնքան շատանում են այն ուժերը եւ պետությունները, որոնց պետք է որ իրենց ապրանքների մատակարարումների շղթաները չընդհատվեն եւ տրիպ նախագիծը, որը մենք իրագործելու ենք առաջիկայում, հենց այդ երաշխիքն է։ Երաշխիքը այն չի, որ տանկ կամ զինվորը, հենա տեսանք, տանկ ու զինվորը կանգնած էին։ Եվ ինչ, եւ դրանից մեր անվտանգության մակարդակը ավելի լավացավ, ընդհակառակը, այդտեղ տեղակայված տանկն ու զինվորի խնդիրն էր, որ մեր տանկ ու զինվոր չլինի այդտեղ։ Ամեն ինչ անեն, որ մեր տանկն ու մեր զինվորը վերանա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը վերանա։ Հաջորդ շարակարգը այդ երկարաժամկետ կանխատեսելիությունն է։ Ես ուզում եմ այս հանգամանքները մենք շատ լրջորեն գնահատենք։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է եւ սրա մասին է։ Գիտեք ինչ, դուք մեր միջավայրը գիտեք։ Եթե մենք մեր պետության համար առաջին հերթին երկարաժամկետ կանխատեսելիություն չապահովենք եւ մեր միջավայրում եւ գլոբալ աշխարհում թողենք տպավորություն, որտեղ հիմի մի քիչ տենց բան վիճակ է, հիմի մենք առիթից օգտվում ենք, ուժեղանում ենք, Եսա միջև մի X կետը կուժեղանանք, կտենակ ձեզ ինչ կանենք։ Եթե մեր սոցիալ հոգեբանական, քաղաքական ենթատեքստում այսպիսի բան կա, ոչ մեկ մեզ չի թողի ուժեղանա։ Ով է միամիտ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը դրա համար է, որ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր տարածք է, եւ այդ տարածքը պետություն է, որի խնդիրը իր քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովել է իր միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Մի միլիմետր շեղում եղավ այս ամեն ինչից, այս ինչ որ բանակի մասին մենք խոսում ենք, նախ կանգնելու է
Եվ հետո էլի վերադառնալու ենք նիկանդիցիոնի D30-ի դարաշրջանին, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ ի վերջո, ամենակարևոր, ես հիմա կարճ եմ թվարկում, ամենակարևոր շարակարգը անվտանգության հետ խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։